Արժանապատիվ հայրենակիցներ, շարունակելու եմ այսպես դիմել և խնդրում եմ տողատակեր չգտնել ու չփորձել մանիպուլացնել իմ ընտրած բառերը, Տիկին Ղազարյան, ի տարբերություն ձեր ուժի ղեկավարի, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարգում եմ, չեմ վիրավորում, առավել ևս չեմ հայհոյում։ Հիմա եվրոինտեգրման մասին։ Երբ ես լսում էի ձեր ելույթները այս վերջին օրերին, տպավորություն էր, թե գործ ունենք մի ուժի հետ, որը ամբողջությամբ եվրոպական արժեհամակարգի կրողն ու իմպլեմենտացնողն է Հայաստանի Հանրապետությունում, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Եվրոպական ինտեգրումը և Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը նախ և առաջ արժեհամակարգերի մասին է, մարդու իրավունքների մասին է, ժողովրդավարության մասին է, տնտեսության տարբեր ոլորտների ստանդարտացման մասին է, Կոպենհագենի չափանիշների մասին է, որոնք դեռ 93 թվականին ընդունվել են ու պարտադիր են դեպի Եվրոպա ձգտող բոլոր երկրների համար։ Դրանք ժողովրդավարության և իրավական պետության բաղադրիչն ունեն։ Ազատ և արդար ընտրություններ, իշխանությունների տարանջատում, անկախ դատական համակարգ, օրենքի գերակայություն և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։ Մյուսը գործող շուկայական տնտեսության մասին է, որը ենթադրում է մրցակցային շուկա, սեփականության և պայմանագրային իրավահարաբերությունների պաշտպանություն, բայց ոչ երբեք բիզնես խլել։ Տնտեսությունը Եվրամիության շուկայի մրցակցային պայմաններին համապատասխանեցնելու և դիմակայուն դարձնելու գործընթացներ։ Մյուսը ԵՄ կանոնների ընդունում և կիրառում, սա արդեն ավելի լայն սպեկտրին է վերաբերում, ամբողջ իրավական համակարգը պիտի համապատասխանեցվի եվրոպական ստանդարտներին։ Մարդու իրավունքների բոլոր ոլորտներից, սկսած իրավունքների պաշտպանություն, մինչև բնապահպանություն, մաքսային համակարգ և այլն։ Ասվածը նրա մասին է, որ Եվրոպա սիրելով չեն գնում, սրտիկ ցույց տալով չեն գնում, Տիկին Ալխազ Ղազարյան։ Ես նկատեցի ձեր սրտիկը, ասում եմ Եվրոպա սրտիկ ցույց տալով չեն գնում։ Եվրոպա գնում են պետությունը ինստիտուցիոնալ մակարդակով համապատասխանեցնելով այդ ստանդարտներին և պահանջներին, այսինքն պետության գործելակերպը պետք է համապատասխանի այդ ստանդարտներին։ Օրինակ, իրավական պետությունը պիտի նշանակի, որ իշխանությունը ենթարկվում է օրենքին և ոչ թե օրենքն է ծառայեցնում իրեն։ Օրենքը երկրում լինում է կանխատեսելի և ոչ թե կամայական է կիրառվում և այսպես շարունակ։ Հայաստանը այժմ Եվրոպայի հետ հարաբերությունները կառուցում է ասոցացման համաձայնագրի հիման վրա։ Երբ ձեզ լսում ենք, տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք օր առ դառնալու գործընթացի հետ, ինչը ձեր իշխանության ղեկավարն ինքն է նշում, որ այդպես չէ։ Դիմում, թեկնածուի կարգավիճակ, բանակցություններ, բարեփոխումներ, ԵՄ չափանիշների կատարում, անդամակցության պայմանագրի համաձայնեցման գործընթաց և վերջապես անդամակցություն, սա տասնամյակների պրոցես է։ Եվ դուք շատ լավ գիտեք դրա մասին, բայց դուք չեք խոսում այդ մասին, որովհետև փորձում եք մոլորեցնել Հայաստանի քաղաքացիներին ու մի կարևոր հանգամանք էլ, անգամ եթե Հայաստանը
դառնա ԵՄ անդամակցության թեկնածու, դա չի երաշխավորում Հայաստանի ԵՄ անդամությունը։ Այդ հերթի մեջ սպասող երկրները շատ են ու սպասում են տասնամյակներով, իդեպ ձեր բարեկամ Թուրքիան դրա վկայությունն է։ Ինչու եմ այս մասին խոսում, որովհետև դուք փորձում եք տպավորություն ստեղծել, թե խանգարողը ձեզ մենք ենք կամ առհասարակ ընդդիմությունն է, ամենևին ոչ։ Մենք միայն ուրախ կլինենք, պարոն Հարությունյան, եթե եվրոպական հիշատակածը ստանդարտները կարողանաք երկրում իմպլեմենտացնել ոչ թե խոսքերով, այլ գործով, մենք միայն ուրախ կլինենք, եթե փորձեք քաղաքական կամք դրսևորել եւ նայել հայելու մեջ։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը, իշխանափոխությունը նախ եւ առաջ արժեհամակարգի մասին էր։ Բազմաթիվ քաղաքացիներ հավատացին ձեզ եւ իրապես իրական փոփոխություններ էին ուզում։ Իդեպ ես նրանցից էի, որը առաջին օրվանից ձեզ չէր հավատացել։ Սա ֆիքսենք։ 2018 թվականը խոստանում էր նոր քաղաքական մշակույթ, նոր արժեհամակարգ, պետություն, հասարակություն, պետություն, քաղաքացի հարաբերություններում, խոստանում էր, որ օրենքը չի ծառայելու իշխանությանը, այլ իշխանությունն է ծառայելու օրենքին, խոստանում էր, որ ոստիկանությունը չի լինելու վահան ընդդիմության դեմ, խոստանում էր, որ դատարանը չի լինելու քաղաքական պայքարի գործիք։ Այս մասին ձեզ պարբերաբար այս ամբիոնից հիշեցնելու եմ։ 2018 թվականի փոփոխությունը Հայաստանի քաղաքացուն, որը կհամարձակվեր չհամաձայնել իշխանության տեսակետների հետ, խոստանում էր, որ նա ծեծվելով բերման չի ենթարկվելու եւ ազատ կամ արտահայտության հնարավորություն է ունենալու, թե ինչ վիճակ ունենք հիմա, այսօր, ձեր իշխանության օրոք, այս ամբիոնից իմ ելույթներում առիթ ունեցել եմ ներկայացնել, ուստի շատ կարճ հարց կտամ ձեզ, այդ ինչպես է ստացվում, որ նախկինում, որի մասին այդքան շատ եք սիրում խոսել, ծեծվելիս բերման ենթարկվելիս քաղաքացին դառնում էր մարդու իրավունքների զոհ, իսկ հիմա ձեր որակմամբ դառնում է իշխանությունը տապալելու փորձ կատարած անձ կամ անկարգությունների մասնակից։ Նայեք հայելու մեջ, տեսեք ձեր դեմքը, համեմատեք այդ դեմքը եվրոպական արժեհամակարգի հետ, հետո այստեղից կգաք ու կփորձեք որևէ ուժի դասեր տալ։ Հասմիկ Հակոբյան